Բարև ձեզ, սիրելի ընկերներ, սիրելի գաղափարակիցներ, սիրելի Արթուն ենք շարժման համակիրներ, երեք տեղի ունեցավ Արթուն ենք շարժման հերթական հավաքը, մենք գործում ենք բացառապես հրապարակային գործիքակազմով, գործելավոճով, այսինքն ինչ-որ փակ գաղտնի քննարկումներ, կներեք միկրոֆոնը չի մենք գործում ենք հրապարակային գործելավոճով, այսինքն փակ գաղտնի քննարկումներ որպես այդպեսին չեն կանում թաքցնելու ոչ մի բան անկեղծ ասած չունենք, որովհետև մեր գործունեությունը միտված է հենց հանրության, իօքուտ հանրությանը եւ հետեւաբար իմաստ չկա ինչ-որ թաքուն բաներ խոսալու, մենք լրիվ օրինականության շրջանակներում ենք գործում եւ ինչպես գիտեք, բոլոր մեր հավաքներից հետո ես տենց կարճ ներկայացնում եմ ինչ եղավ, ինչ քննարկվեց եւ այլ մանրամասներ։ Երեկվա հավաքը հետաքրքիր էր նաեւ մասնակցության ընդլայնվածության առումով, հավաքին ներկա էր ազգային ինքնորոշում կուսակցության ներկայացուցիչ կար, շատ լավ մտերիմ մարդ, ում հետ այս շրջանակներում ենք ծանոթացել, իմպիչմենտի ժամանակ արտախորհրդարանական ուժերի հանդիպումների շրջանակում ենք ծանոթացել եւ հասցրել ենք լավ ջերմ հարաբերություններ ձեռք բերել, տեղեկացնեմ, որ ազգային ինքնորոշումը գործընթաց է սկսել, բավական հետաքրքիր գործընթաց է սկսել կապված քրեաիրավական գնահատականների հետ այս իշխանությունների, ինչու մենք ողջունում ենք, այդ գործընթացը զուգահեռ միայն օգուտ է տալու իմպիչմենտի գործընթացին եւ մենք մեր պատրաստակամությունը հայտնեցինք այդ գործընթացին ցանկացած մեր ուժերի ներածին չափով օգտակար լինել հանդիպմանը նաև ներկա էր սրբազան պայքարի մասնակիցներից, ասենց ասեմ, ոչ օֆիցիալ ներկայացուցիչ, այլ մասնակիցներից մարդ կար, մենք կահարին երկար քննարկեցինք ու ազատություն մաղթեցինք Բագրատ arczepiskopos Գալստանյանին, ով քաղբանտարկյալի կարգավիճակում հիմա բանտում է գտնվում, այդ առումով եւս բավական պրոդուկտիվ հետաքրքիր քննարկումներ ունեցանք, մինչև հերթական հավաքի, մեր Արթուն ենք շարժման հերթական հավաքի մասին ձեզ տեղեկություն տալը, մի քանի բառով ամփոփեմ ազգային ժողովի խորհրդարանական լսումների այդ գործընթացը, որից հետո, ինչպես գիտեք, ես հրապարակային հանդես չեմ եկել, գնահատականներ չեմ տվել, մի երկու հարցազրույց տվել եմ ազգային ժողովից դուրս գալուց հետո, ինչպես տեսակ, շատ հետաքրքիր եւ լավ կազմակերպված միջոցառում էր, երկու հիմնական արդյունք կարող եմ առանձնացնել, առաջինը իհարկե վերջապես ստացվեց խորհրդարանական ընդդիմության գործնական միավորումը, այսինքն առաջին անգամ խորհրդարանական ընդդիմությունը իր սեփական օրակարգը առաջադրեց եւ այդ օրակարգի շուրջ ստեղծվեց միասնական ընդդիմադիր ճակատ, իհարկե process-ի ամբողջ պատասխանատվությունը քաղաքական պատասխանատվությունը իր վրա վերցրել է պատիվ ունեմ խմբակցությունը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, դա ավելորդ չի եւս մեկ անգամ շեշտել, դա բավականին ծանր պատասխանատվություն է, մեծ պատասխանատվություն է, հատկապես քաղաքական այս սեզոնին ընթരാճ դիմացի ընտրություններ են, նկատի ունեմ հաջորդ տարի ընտրություններ են, երբ քաղաքական ուժերը հիմնականում դիրքավորվում են այնպիսի օրակարգերի շուրջ, որտեղ հնարավորինս քիչ վնաս կկրեն քաղաքականապես, որպեսզի ընտրությունների վրա այդ ամեն ինչը չազդի,
Ես դա անկեղծ ասած չեմ դատապարտում, չեմ դա տենց ինչ-որ քարկոծում այդ մոտեցումը, բայց ամեն դեպքում պետք է նշել, որ բավական մեծ քաղաքական կամք եւ հարինասիրություն է պետք ունենալ, նույնիսկ անտեսելով ընտրական հեռանկարը վերցնել քաղաքական պատասխանատվություն, հետեւաբար այդ առումով եւս մեկ անգամ հիշեցումը կարծում եմ ավելորդ չի լինի, բայց ընդդիմության միասնականության մասով ձեզ մի քանի բան ուզում եմ ասեմ, նախ դուք տեսաք, որ առաջին ելույթը, որ տեղի ունեցավ ազգային ժողովում, դա Իշխան Սաղաթելյանի ելույթն էր, որտեղ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց իրենց միանալու մասին իմպիչմենտի օրակարգին, ինչից հետո ես անձամբ ծափահարել եմ այդ ելույթից հետո, ընդ որում նաև շատ մեծ տենց օվացիաներ եմ արել, շատ ուրախացել էի այդ փաստի հետ կապված, նաև այս պայդրությամբ, քանի որ նաև հետո ճշտ այդ պահի ուրախությանը նաև գումարվեց, երբ հետագայում ես ճշտեցի, որ իրանք անկեղծ են իրենց միտումներում, այսինքն այս պայդրությամբ բավական հանգիստ եմ ես, որովհետև այդ process-ին իրենց միացումը կարող է մեծ մահին արձանագրել, որ ձևական չի ամենևին, որովհետև այդ հարցը ինձ ամենաշատը տվեցին, երբ որ այդտեղից դուրս եկա, մինչև առեսօր, երբ որ մարդիկ զանգում են, չգիտես ինչի ինձ են շնորհավորում, որ տիպը վերջապես ստացվեց բան, իրականում պետք է շնորհավորել մեզ բոլորիս, որ մենք հասանք անդիմադիր խորհրդարանական միասնական ճակատի ձևավորման այդ փուլը հաղթահարեցինք, դա իրականում շատ մեծ բան է եւ միայն դրական պատողներ է տալու այդ միավորումը, բայց մարդիկ ովքեր այդ ինձ զանգում են շնորհավորում են, փողոցում տեսնում են, շուտ գրքում պատճում են եւ երկրորդ հարցով մի անգամից տալիս են, ասում են, բայց ախպեր իրանք տենց իրոք ստորագրել են, թե բան չեն անի, ցավում եմ, որ տենց թերհավատություն կա, ամբողջ ընդհանուր ընդդիմության մասին է խոսքը, ընդդիմության քայլերի հետ կապված, սակայն պետք է նաև փաստել, որ այդ թերհավատությունը հանրության շրջանում հենց ընդդիմության գործողությունների արդյունքում է ձևավորվել եւ այդ թերհավատությունը հաղթահարելը շատ կարեւոր է, քանի որ մենք կամաց մոտենում ենք փողոցային պայքարի փուլին եւ մարդկանց մոտ այդ թերհավատությունը ընդդիմության այսպես leadership-ի առաջնորդության մասով պետք է անպայման հաղթահարել։ Ես ինքս ամեն ինչ կանեմ, որպեսզի հաղթահարվի այդ թերհավատությունը, որտեղ առանց դա հաղթահարելու մենք ուղղակի տեղում կդոփենք, հաջորդ քայլի չեն գնա։ Ես շնորհակալություն եմ հայտնում Հայաստան խմբակցության բոլոր падգամավորներին ես դիրքորոշման համար, իրականում եթե ուրիշ իրավիճակում կարծում եմ շնորհակալություն հայտնելու ընդհանրապես կարիք չէր լինի, որովհետև դա ըստ էության իրենց գործառույթն է, դա մի 100 անգամ ասել ենք, բոլոր падգամավորների մասին է խոսքը, առանձին չեմ առանձնացնում որևէ խմբակցության։ Դա ընդդիմադիր հատկապես падգամավորները այդ խոստումով են եկել ազգային ժողով եւ այլն, բայց շնորհակալություն հայտնում եմ, իրականում շնորհակալություն հայտնում եմ, որովհետեւ ես հասկանում եմ, որ նաեւ ներքին տարաձայնությունները շատ դեպքերում հատել էին այն սահմանները, որոնցից հետո ընդհանրապես հնարավոր չէր թվում որևէ միավորում, ողջունում եմ այդ միավորումը, ես ցանկացած ընդդիմադիրի որ իրական պայքարի որից է դրսևորում ցուցաբերի անպայման իր կողքին եմ, ամեն ինչով օգտակար կլինեմ, որևիցե կերպով անձնական մոտեցումներ չեմ դնում այդ խնդրի շուրջ։ Երկրորդ խորհրդարանական լսումների երկրորդ կարևոր արձանագրումը իմ կարծիքով, որը մի քիչ ավելի քիչ ոնց որ բան եղավ էլի քննարկվեց, դա արտախորհրդարանական ընդդիմության այսպեսի լայն ֆորմատով միավորումներ, այսպեսի լայն արտախորհրդարանական մեծ
շրջանակի ներգրավումներ այս հարցի շուրջ եւ ըստ էության 6 ժամ մոտավորապես տևած այդ խորհրդարանական լսումները ելույթներում ունեցող բոլոր ներկայացուցիչները կողմ արտահայտվեցին, դրական արտահայտվեցին, իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ պատրաստակամություն հայտնեցին իրենց մասնակցությունը ցուցաբերել, ավելին ասեմ ձեզ, խորհրդարանական լսումներից հետո ես նաև ուղղակի նաև զգացել եմ այդ պատրաստակամությունը եւ մենք ունեցանք նաև արտախորհրդարանական, այսպես արդեն տեսանելի այդ խնդրի շուրջ միավորումը, որը կարա երբ որ արդեն process գեներացվի, երբ որ արդեն որոշակի process-ներ տեղի ունենան, այդ միավորումը կարա շատ օգտակար լինի հենց առաջին հերթին ընդդիմության նկատմամբ, ընդդիմության առաջնորդության նկատմամբ այդ թերահավատությունը, որը կա հանրության շրջանում, այդ թերահավատությունը հաղթահարելուց հետո նոր հանրությունը իմ կարծիքով սկզբում մի քիչ զգուշավոր, հետո ավելի արդեն երբ որ գործընթացները Երևան տեսանելի լինեն, ավելի այսպես լայն աջակցություն ցուցաբերի այս գործընթացին։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ կազմակերպիչներին, ովքեր կազմակերպեցին եւ իրականացրեցին խորհրդարանի ներսում լսումները, Հայկ Մամիջանյանին, Տիգրան Աբրահամյանին, ով այդ հարցի զեկուցողներ հանդես գալի, բոլոր այն մասնակիցներին, ովքեր իրենց ներկայությամբ պատվեցին այդ լսումները, իրենց կարծիք եւ դիրքորոշումը հրապարակային հայտնեցին ելքերի մասին, ըստ էության բացի իմպիչմենտից որևէ այլ ելք, որևէ այլ գործողության առաջարկ այդպես էլ չհնչեց, հետեւաբար ինչպես ես ասում էի, բազմաթիվ ամիսներ իմպիչմենտը միակ գործընթացն է, միակ լուծումն է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, դա հաստատվեց նաև լսումներով։ Ուզեմ ձեր ուշադրությունը հրավիրեմ նաև մի հետաքրքիր բանի մասին, որ եթե մենք ուղղակի այդ մարդկանց այդ ելույթ ունեցողների wording-ը հանենք, ուսումնասիրենք, ապա ամենաշատ օգտագործված բառը impeachment-ից հետո, impeachment բառից հետո, այդ օրը լսումների օր առաջ արտահայտություններ, օր առաջ բոլորը ովքեր խոսում էին, բոլորը ովքեր գուցե մի քիչ թերհավատ էին մոտենում impeachment-ին կամ ողջունում էին, կապ չունի, բայց բոլորը իրենց խոսքի մեջ անկախ իրենցից այդ օր առաջ բառակապակցությունը անպայման ասում էին, դա նշանակում է, որ լուծումները պահանջվում են անհապաղ, այսինքն ոչ թե պետք է նստել թախտին, սպասել բախտին, այլ պետք է որոշակի գործողություններ անել, որպեսզի ստանալ որոշակի արդյունք։ Ասեմ ձեզ հետաքրքիր մի հատ դիտարկում, եթե իշխանությունը մինչև այդ լսումները բավական չեզոք էր impeachment-ի գործընթացի վերաբերյալ, կարելի ասել համարյա չէր անդրադառնում impeachment-ին, չէր քննադատում, ոչ մի բան չէր ասում, այսինքն իշխանական այսպես WhatsApp-ներում հրահանգ կար ընդհանրապես իգնոր անել impeachment-ի գործընթացը, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ impeachment-ի գործընթաց ընդհանրապես չկա, իրանք այդ անլուրջ են համարում եւ այլն, ապա այդ լսումներից անմիջապես հետո, այսինքն լսումները ուրբաթ օրն էին, երկուշաբթի օրը, եթե չեմ սխալվում, Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տալուց, չգիտես ինչու, որովհետև նման հարց ընդհանրապես չկար, սկսեց պատմել կառավարության ծրագրի իրականացման մասին։ Հիշեցնեմ, որ դա Նիկոլ Փաշինյանի impeachment-ի ենթարկելու իրավական հիմքն է, այն հիմքն է, որ առաջ է քաշել Էդգար Ղազարյանը բավական հաջող կերպով, այն հիմքն է, որից խուսափում են ԿՊ-ական պատգամավորները, դրա համար չեն հանդիպում Էդգար Ղազարյանի հետ, եթե դուք նկատել եք, այդ ԿՊ-ականների որոշ ԿՊ-ականների ցինիզմը, ասենք հերիքում է, որ գնամ ենք, ասենք օրինակ գնանք, ասենք Նիկոլ Դավաճան, իրանք կգանք, ասենք թե չէ Դավաճանը դուք եք, բան եւ այլն, ասինքն այդ բազարներին իրանք պատրաստ են, բայց առարկայական խոսակցության պատրաստ չեն, որովհետեւ
այն արգումենտացիան, այն փաստարկները, որը բերել է Էդգար Ղազարյանը, որպես եւ դրված է դա իմպիչմենտի իրավական հիմքում, դրանք անխոցելի փաստարկներ են, այսինքն դրանք իրավական անխոցելի, դրանք չունեն խոցելի տեղ, այդպիսի փաստարկներ են, այսինքն եթե մենք իրավական երկրում ապրեինք, այսինքն իրավական ապօրինություններ չլինեին, Նիկոլ Փաշինյանին շատ վաղուց արդեն իմպիչմենտ էին արել, հա, եւ բոլոր քրեական падգամավորները հատկապես խուսափում են հրապարակային քննարկել իմպիչմենտի հետ կապված որևէ հարց, հատկապես Էդգար Ղազարյանի հետ, որտեղ Էդգար Ղազարյանը բերում է կառավարության ծրագիրը եւ սահմանադրությունը, ասում է, այս ձեր կառավարության ծրագիրն է, որը չեք արել, եւ այս էլ սահմանադրությունն է, որով կա հստակ պահանջ կառավարության ծրագրից կառավարության ծրագիրը չիրականացնելու դեպքում իմպիչմենտ անելու անվստահություն հայտնելու եւ կառավարություն փոխելու։ Եթե մինչեւ 3 օր առաջ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը հետեւյալն էր, թեզը հետեւյալն էր քարոզչական, շատ հիմար թեզ էր, ասում էր աշխարհում բաներ ա փոխվել եւ ստիպված մենք էլ ենք փոխել, ըստ տիպը առաջարկել են կառավարության ծրագիր, այդ կառավարության ծրագիրով եկել են զավթել են իշխանությունը, անում են դրա հակառակը եւ ինչ-որ բաներ ա որտեղ փոխվել աշխարհում, բայց դրա համար իրանք փոխվել են։ Տեղեկացնեմ, որ դա շատ ահավոր հիմար արդարացում էր եւ չանցնող, երեւի իրանք էլ են հասկացել դրա համար նոր սուտ են հորինել, նոր հիմար հերթական հիմար արդարացում են հորինել, ասեմ ինչի, որտեվ եթե աշխարհը փոխվում է, չգիտեմ եւ այլն, ապա նաեւ պետք է փոխվի այն կառավարությունը, որը ներկայացել է ոչ ներկայացել է ժամանակավրեպ, այսպես ասեմ, այդ պահին ծրագիր, այսինքն ինքը ներկայացել ծրագիր, հաստատվել է կառավարություն, բայց հետո աշխարհը փոխվել է, հիմա ուրիշ ծրագիր տանեն, այդ ուրիշ ծրագիրը պետք է անի ուրիշ կառավարություն։ Հակառակ դեպքում տենց արվում է մոնարխիաներում, էլի միապետություններում, երբ որ աշխարհը փոխվում է, բայց միապետը մնում է իր գահին նստած, թագավորում է եւ բան անում։ Ինքը ասում է, այ հիմա սենց պետք է փոխվենք, մենք այ հիմա սենց պետք է փոխվենք, բայց ինքը որպես անձ, որպես կառավարիչ չի փոխվում։ Դա մոտապես նման է նրան, որ դուք ունենաք մի ռեստորան, ենթադրենք, որտեղ վերցնեք մի մենեջեր, իսկ վարչապետը դա մենեջերի հաստիք է, վերցնում եք մենեջեր, գրում եք, չգիտեմ, լիստեում, կամ որտեղ հայտարարություն եք տալ ռեստորանի մենեջերի, գալիս է մարդը, հարցազրույց եք անում, հասկանում եք, որ նա ռեստորանային բիզնեսից հասկանում է, ընդունում եք աշխատանքի, բայց ենթադրենք կես տարի հետո ձեր ռեստորանը փակում եք, տեղը բացում եք, ասենք, դեղատուն։ Արդյոք դուք պետք է պահպանեք այդ ռեստորանի մենեջերին, դեղատան մենեջեր, ինքը կարող է ասի, դե բանա փոխվել, ես այ հիմա սպիտակ խալաթ կհագնեմ եւ դեղ կծախեմ։ Իրականում այդպես չի, իրականում շնորհակալություն եք հայտնում ռեստորանի մենեջերին իր աշխատանքի համար, նոր հայտարարություն եք տալի լիստեում, արդեն դեղատան մենեջերի համար գալիս է մարդը, որ դեղագործությունից հասկանում է եւ աշխատում է։ Այս sense աշխատում է իմպիչմենտը եւ այդ իրանց այդ որ անընդհատ տրծնում են ժողովրդավարություն, այս ժողովրդավարությունը հենց այդ է կառավարման մեխանիզմը, որտեղ կա մենեջեր եւ որտեղ որ եթե ինչ-որ իրողություններ են փոխվում, այդ մենեջերին սիրուն հանում են, դնում են ուրիշ մենեջեր, այսինքն չի լինում այնց որ տենց հավերժ ինչ-որ մեկը նստում է գահին, բայց անունը լում է ժողովրդավարություն, տենց բան չի լինում։ Եվ ընդհանրապես ինչպես ասի 3 օր առաջ իրանք հասկացան, որ նոր հիմարագույն քարոզչական ճարպիկություն պետք է հորինեն, ենթադրում եմ այդ իրանք դա իրանք WhatsApp չաթերով քիչացնեն իրանք падգամավորներին եւ դուք այդ թեզը արդեն կսկսեք ավելի հաճախ լսել, կհրանգավորեն, էլի կհրամայեն իրանք այդ ուսապարկերին, իրանք այդ անուղեղներին կասեն ախպեր, պետք է սրանց հետո հերնեք ողջավորված այս ասեք, իրանք պետք է ասեն։ Ինչ է այդ թեզը։ Թեզը հետեւյալն է։ Նիկոլ Փաշինյանը իր երևակայության մենք մեղադրում ենք, հա, երբ ես Էդգար Ղազարյանը եւ իմպիչմենտ բանջարը ասում են դու շեղվել ես, դու կառավարության ծրագիրը, որը հաստատվել է, չես արել։ Ու չես արել ընդ որում բոլոր կետերով։ Ինչ ասում Նիկոլ Փաշինյանը, ասում է նայեք, ասում է ճիշտ է, ես չեմ արել կառավարության ծրագիրը, դա ճիշտ է, չեմ հերքում, դե չէի կարա հերքի, որտեղ թղթով է դա, էլի։ Բայց ընդ կառավարության ծրագրում մի հատ կետ կա, որտեղ նշած է, որ դա մեծագույն, եսիմ ինչա, քանի որ դա մեծագույնն է, հնացածը փոքրագույնն ու միջինագույնն ու շագանակագույնն են։ Նայեք, այդ կետը այդ կառավարության ծրագրում
Ինչ-որ եսի ինչ, պրիտոմ այդ կետն էլ ապուշկե, բացել խաղաղության դարաշրջանը, եսի ինչ sense բաներ, անկեղծ ասած չեմ պատկերացնում։ Այդ ոնց են այդ իրականացվում, այդ ամեն ինչ իրականացվում, դրան առանձին անդրադառնալու ենք այս թեզից փոշի չենք թողելու այդ հարցը, դա չի ուղղակի ձեզ տեղեկացնում եմ, որ իրանք արդեն լարվելով խորհրդարանական լսումների արդյունքում ընդդիմության միասնությունից, խոսքս ուղղում եմ նաև ընդդիմությանը։ Նիկոլ Փաշինյանը նաև քարոզչական հակաթեզա օրինել, որով պատրաստվում է ձեր հետ կռվի, մեր հետ կռիվ տա, դա հետեւյալն է, որ կառավարության ծրագիրը ամբողջությամբ ինքը ճիշտ է տապալել է, որի համար իրան օրենքով իմպիչմենտ է հասնում, բայց ընդդեմ այդ կետ կա, որը մեծագույն եսի ինչ, այդ մեծագույնը դա էլ չարը իրականում, բայց այդ մեծագույնը իր ասելով արել է, մնացածը ինչ է այդ մեծագույնի չկա դրա դեմը մեծագույն բառը, մնացածը կամ միջինագույն են, փոքրագույն են կամ շագանակագույն են։ Սա իհարկե իշխանության ուզուրպատորի, իշխանության զավթիչի անիմաստ արդարացումներ են, ինքը փորձում է բացատրի, թե խիա ինքը իշխանությունը զավթել, մնացել է իշխանության եւ ոնց է ինքը այդ ինքը ինչ ժողովրդավար է, ես իմ կոմենտոն բան եւ այլն, իհարկե ես սթերը, որը մենք անդադ լսում ենք, կրկնում եմ, դուք շուտով կտեսնեք հպական падգամավորները սկսելու են այդ մեծագույն բառ, ամենաշատ հնչեցված բառը հրամայված է Նիկոլ Փաշինյանի կողմից, որպեսզի լինի դա մեծագույն բառը, մեծագույն։ Ինչպես ասի, մեր խոսույթի մեջ ամենաշատ օգտագործվող բառակապակցությունը օր առաջն է։ Սա ձեզ գիտություն։ Նիկոլ Փաշինյանը սկսել է արդարանալ։ Դա լսումների կարելի ասել նաև հաջորդ արդյունքն է, որպես արդյունք կարելի է բանանել։ Ինչ եղավ, նորից շնորհակալություն խորհրդարանական ընդդիմությանը, ես հասկանում եմ, որ ընդդիմության դաշտում տեղավորված բայց խորհրդարանից դուրս գտնվող որոշ ուժային նկատի ունեմ քաղաքական ուժային ինչ-որ կետեր այս միասնականությունից շատ թունավոր հղիություն են տանում, շատ ծանր են տանում այս միասնականությունը ընդդիմության, բայց խորհուրդ կտամ այդ մարդկանց ընդհանրապես արհամարել այդ վնգստացող բան տենց որ ես ինչ էր, որտեղ մենք գործ ունենք իրականում անելու բավական լուրջ գործ այն այս պայդրությամբ իմպիչմենտին դեմ են միայն քպայականները կարող է մարդ ընդդիմադիր լինի ենթադրենք այդքան էլ տոգորված չլինի իմպիչմենտի գաղափարով բայց չի լինում ընդդիմադիր ով որ ամենօրյա ռեժիմով հելնում սկսում է կռիվ տալ Նիկոլի իմպիչմենտի դեմ դրանք այն մարդիկ են ովքեր սնվում են Նիկոլ Փաշինյանից կամ նրանց տերերն են սնվում Նիկոլ Փաշինյանից տարբեր տենդերների տեսքով եւ այլն ինչին եթե արդեն բանը մի քիչ զգանվող շատ են վանյա տանում կանդադառնամ իրանց տերերին իրանց տերերի փողերին եւ այլն դες այս մասը կարակ մոռանաք էլի շանտեղը չդնեք ես այդ հարցը կլուծեմ դրանց չի էլի որ դրանց ինչ որ լուրջ հարց է հիմա մեր անդադառնամ նորից մեր արթունենք շարժման հավաքի նաև գործնական հատվածին հավաքում որոշում կայացվեց այս պայից սկսած արդեն երբ որ այդ ստորագրությունները ֆիզիկապես կլինեն այդ թղթի տակ իսկ իմ տեղեկություններով այդ process-ը ընթանում արդեն падգամավորների Հայաստան խմբակցության падգամավորների մի մասը արդեն ստորագրել է մի մասը ֆիզիկապես տեղ չի ես նոր նաև Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը լսեցի իր մտքերի հիմնական մասի հետ համաձայն եմ նաև համաձայն եմ այն մտքի հետ որ հաջողության հաղթանակի համար անհրաժեշտ է անպայման անհրաժեշտ պայմանն է փողոցը դա էլ մենք բազմաթիվ անգամ ասել ենք եւ դրանից հետ չեն կանգնում այո դա տենց է նաև իմացա այդ ճեպազրույցից տեղեկացա որ падգամավորների կողմից ստորագրության process-ը մեկնարկել է եւ իր բառերով ասած հաջորդ շաբաթվա մեջ այդ process-ը կավարտվի։ Մենք որոշեցինք արթունենք շարժումով որոշեց զուգահեռաբար արդեն դիրքավորվել այսպես կոչված անկախ падգամավորների ձայների շուրջ։
ավելի շուտ այդ անկախ падգամավորների դիրքորոշման շուրջ։ Ինչի ես նախապես մինչև այս ամեն ինչը խոսել է, ես պատմեցի ձեզ այդ երկու կարևոր արձանագրումների, երկու կարևոր հաղթանակների մասին։ Առաջինը խորհրդանական ընդդիմության միասնականությունն է, որ այս պահին իրողություն է, եւ երկրորդը ձեր աչքի առաջ տեղի ունեցած արտախորհրդանական ընդդիմության պատրաստակամությունն ու միասնականությունն է impeachment-ի վերաբերյալ։ Հետևաբար այն մարդիկ, ովքեր այս process-ից դուրս են եւ ունեն, հատկապես եթե նրանք կոչված են падգամավորական մանդատով եւ ունեն այլ դիրքորոշում, քան միանալն է impeachment-ին, նրանք օֆիցիալ կերպով ԿՊԱ-ական են եւ սպասարկում են Նիկոլ Փաշինյանի շահերը։ Բոլոր այն մարդիկ, բոլոր այն падգամավորները, ովքեր կխանգարեն impeachment-ի կայացմանը, այսինքն այդ ստորագրությունների տեսքով կլինի, թե ինչ տեսքով կլինի, արդեն հատկապես խորհրդանի ներսում խոսքը դրա մասին է վերաբերվում, այդ մարդիկ հավասարապես հանցակից են Նիկոլ Փաշինյանին, հավասարապես կրում են Նիկոլ Փաշինյանի հանցագործությունների եւ այլնի պատասխանատվություն, այսինքն հավասարապես մասնակից են հայրենիքի հանձնմանը, հավասարապես հանրային պարսավանքի են ենթարկվելու, ինչպես բոլոր այլ ԿՊԱ-ականներ, այսինքն նրանց եւ ԿՊԱ-ականների միջև այլևս որևիցե տարբերություն չի դրվելու։ Երեկվա հավաքը այդ որոշումը կայացեց, որ արդեն իրականում մենք մի քիչ կոմպլեքսավորվում էինք, երբ որ հենց ընդդիմադիրների հետ ունեինք որոշակի հակասություններ այս վերջին ամիսներին, որովհետեւ ի վերջո կրկնում եմ, այդ մարդիկ ում հետ ես կռիվ տվեցի այս վերջին ամիսներին, այդ մարդկանց մեծ մասը իմ ընկերներն էին, իմ հարազատ մարդիկ էին։ Ես ասենք ոնց որ իմ ձեռքը sense ցավացներ, այդ կռիվը։ Ասենք օրինակ Աղվան Վարդանյանին ես ինձ շատ հարազատ մարդ եմ համարում։ Աղվան Վարդանյանը բանտում ինձ ամենաշատ այցելած մարդկանցից մեկն է։ Երկու տենց մարդ կա, մեկը Հայկ Մամեջյանն է, մյուսը Աղվան Վարդանյանն է, ինձ որ հարազատի պես, ոչ թե ուղղակի գալեչկայի պես, եղել են իրականում падգամավորներ, եղել են, որ տենց գալեչկի համար եկել, տենց մոտ երևաց է գնացել են։ Ես անկեղծ ասած ոչ մեկին չեմ բանանում, էլի ասում, որ պետք է գային հակառակը, ես միշտ խուսափում եի այդ որ այցելություններից եւ այլն, ես Աղվան Վարդանյանին net մեծ հաշվով մտերմացել եմ իմ բանտային գործում, այսպես բանտում գտնվելու ընթացքում։ Նույն Իշխան Սաղաթելյանը ես վերաբերվել եմ իմից եղբոր պես։ Ես մեր ընկերությունը այս տարի լրացավ 21 տարին իմ եւ Իշխան Սաղաթելյանի ընկերության մասին է խոսքը։ Իշխան Սաղաթելյանին հետ ես անձնական մտերմություն եմ ունեցել եւ հուսով եմ այդ կվերականգնենք արդեն նորից ընթացքում։ Ես ասել եմ, որ Իշխան Սաղաթելյանը փորձում էր նաեւ ինչ-որ ձևով իմ ընտանիքի կողքին լիներ այդ ժամանակ, երբ որ ես բանտարկված էի, չնայած ել եմ ասում, ինքը 100 անգամ ասել է այդ մասին չխոսած, բայց ես դա չեմ կարող ուրանալ։ Եվ այլ մարդիկ, ովքեր որ էլի գալիս էին, աջակցում էին, կողքս էին լինում այդ ամեն ինչի ընթացքում։ Հետևաբար այդ մարդկանց հետ իմ քաղաքական կռիվը քաղաքական չեմ ուզում ասեմ, էլ այս ամեն ինչը քաղաքական էլ չի, Ժողովուրդ ջան, իմ համար ոնց որ ազատագրական պայքար լինի։ Իմ կռիվը եղել է ինքս ինձ ցավացնելով, այսինքն ես ինձ ցավ եմ պատճառել, այդ մարդկանց հետ կռիվ եմ արել։ Բայց հիմա պատկերացրեք, ինչքան այն ձեռքերը ազատ լինում, երբ որ ես պետք է կռիվ տամ մարդկանց հետ, ում հետ բացարձակապես ոչ մի անձնական հարաբերություն չեմ ունեցել եւ չունեմ եւ անկեղծ ասած չեմ էլ ուզում ունենամ։ Ասենք օրինակ Հովիկ Աղազարյանից հետ, օրինակ, կամ Իշխան Զաքարյանի հետ, էլի օրինակ։ Գեղամ Նազարյանի հետ ինչու՞ չէ նաև մենք պետք է հստակեցնենք այդ մարդը ով է, ինչ մաստի է, այսպես ասած ինքը, եթե Նիկոլի, այսպես ասեմ, ծառան է, այդ մասով էլ իմանանք, իրան ասենք Նիկոլի ծառա, սրանից հետո։ Իրան ասենք, որ ինքն էլ իր մեղքի բաժինը ունի այս ամեն ինչում։ Եվ նույնը բոլորին խոսքը եւ Իշխան Զաքարյանի մասին է եւ առաջին հերթին Իշխան Զաքարյանը լավ sense ասեմ ձեզ եւ Հովիկ Աղազարյանի մասին է եւ այն մյուսի Հակոբ Ասլյանի մասին է
մենք խնդիր ունենք, այդ խնդիրը պետք է լուծենք։ Ես չեմ կարծում, որ այդ խնդիրը շատ դժվար լուծվի։ Ես առաջիկայում պատրաստվում եմ նաև հրապարակեմ, թե Էդմոն Մարուքյանի պահով ով ինչ նպատակով ոնց մցրեց իրան խաղի մեջ, Աղազարյան Հովիկենց պահով եւ այլն։ Եթե պետք լինի իրանց այդ բանակցություններից ինչ որ մանրամասնություններ կհրապարակեմ, ինչ ա եղել։ Բացարձակ որից խնդիր չունեմ, Ժողովուրդ ջան։ Եթե այն փուլը, որը ասում եմ ինձ ցավ պատճառելով ես այդ կռիվը տալիս էի, իմ ընկերների, իմ հարազատների հետ էի կռվում եւ նաեւ մեծ ներքին ցավ ապրելով, այստեղ ես ոչ մի կաշկանդվածություն, ոչ մի խնդիր չունեմ, իրենցից ոչ մեկ ինձ ոչ մի բան չի էլի, հասկանում եք, իրանք մենակ մի հնարավորություն ունեն իրանց գոյությունը քաղաքական մարդկանց բացատրելու էլի, արդարացնելու, այսպես ասեմ։ Հովիկ Աղազարյանին, Իշխան Սաղաթելյանին եւ մյուսներին խորհուրդ կտամ գիտակցել, որ այս ազգային ժողովի, այս գումարման ազգային ժողովին ընդամենը ամիսներ են մնացել։ Եվ իրանք ուղղակի հիմա կամ պետքա դառնան առ ոչինչ այս ազգային ժողովից ցրվելուց, բնական ցրվելուց հետո, կամ հնարավորություն ունեն իրենց խիզախ քայլով մասնակցել, օգնել, օժանդակել Նիկոլ Փաշինյանի անվստահության հայտնելու։ Այս հնարավորությունից ես կարծում եմ իրանք պետք է օգտվեն եւ պետք է ունենան այդ հնարավորությունը։ Հետո ոչ մի արդարացում, ոչ մի թնկթնկոց, ոչ մի աղբեր, մի խփեք, մի ասեք, մի քրվեք, բան եւ չի լինելու, Ժողովուրդ ջան։ Հարգելի պարոն Աղազարյան, եթե դուք այսօր չեք միանում իմպիչմենտի գործընթացին, ձեր պայմաններով բանով գնացեք խոսացեք այդ մարդկանց հետ լեզուք թեք, այդ մարդիկ էլ են ձեր հետ ինչքան գիտեմ խոսում, դուք էլ ձեր պայմաններն եք առաջադրել, որոշակի պաշտոնների մասով ակնկալիքներ եք ասել եւ այլ, այդ մի խոսքով այդ գիտենք։ Հիմա հարցը դա չի, գնացեք լեզուք թեք, այս խորհրդանի դուք եւս քաղաքականապես հետաքրքիր եք լինելու եւս մի քանի ամիս ու վсё։ Ու դրանից հետո այլ քաղաքականապես հետաքրքիր չեք գտնելու ոչ մեկի։ Դուք ունեք բացառիկ հնարավորություն ձեր քաղաքական կենսագրությունը, ձեր քաղաքական կյանքը դեռ շարունակելու եւ քայլ անելու, հա, ինչ որ քայլով հասնելու դրան։ Այդ հնարավորությունն ունեք։ Եթե կօգտվեք, չեք օգտվի, մեզանից ինչ ա գնում հանրությունից։ Ցույց տալ թե դուք ով եք։ Եթե դուք կանգնեք Նիկոլ Փաշինյանի կողքը, ձեր քայլերով կաջակցեք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, քավ լիցի։ Մենք էլ մեր կյանքի նպատակը կդարձնենք այդ ամեն ինչը հանրայնացնել։ Ձեր եւ Նիկոլ Փաշինյանի ասած մեջտեղը սրտիկով նկարը, խոսքը բոլոր անկախ պատգամավորների վերաբերում հրապարակենք, ասենք, որ սրանք իրար շատ լուրջ սիրում են։ Նիկոլ Փաշինյանի հանցակիցներն են, ասենց ասեմ ձեզ։ Այս պահին այտենց ինչ որ կտրուկ շարժումներ հələ դեռ չեն կանում, որովհետեւ հեսա այդ ստորագրությունների հավաքը կվերջանա, ընդհանրում եմ այս շաբաթ կվերջանա, այս շաբաթվանից արդեն մենք պետքա որպես հանրություն, որպես ընտրող հասկանանք ով է Նիկոլ Փաշինյանի հանցակիցը եւ ով է անկախ մարդ կամ չգիտեմ ընդդիմադիր։ Այդ պետք է հասկանանք։ Այս մարդը Նիկոլ Փաշինյանի հանցակիցն է։ Չէ՞, այնպես չի։ Եթե մարդը օգնում է որ Նիկոլ Փաշինյանը օժտում է Նիկոլ Փաշինյանին իշխանությամբ, ուրեմն Նիկոլ Փաշինյանի հանցակիցն է։ Սենց ասենք, անունը տենց տնենք։ Միգուցե ինչ որ դες շահ ինչ որ անկախ պատգամավորներից ինչ որ մեկին շահագրգռել են որ ինքը հանցակից լինի, ես դա չեմ բացառում։ Բայց ամեն դեպքում չենք կարող մենք որպես հանրություն աչք փակենք, ասենք ասենք չէ, այս ինչ պատգամավորը ճիշտ է, ամեն ինչ անում է որ իմպիչմենտը տեղի չունենա, բայց շատ լավ մարդ է։ Տենց չի լինելու, Ժողովուրդ ջան։ Որ պատգամավորը կրկնում եմ, խանգարեց մեզ իմպիչմենտի գործընթացի ճանապարհին, վրով քայլելով անցնելու ենք։ Ասես վրով, գլխի վրով քայլելով անցնելու ենք։ Անձամբ ես հիշում եք, ասել էի։ Այդ մարդու քաղաքական հուղարկավորությունը անձամբ ես կանեմ։ Իմ քաղաքական լապատկայով իրան քաղաքականապես կթաղեմ, ասենց ասեմ, որպեսզի ավելի հետաքրքիր լինի։ Հետևաբար իմ կարծիքով բանը դրան չի հասնի, անկեղծ եմ ասում ձեզ, ես կարծում եմ շատ արագ այդ մարդիկ կկողմնորոշվեն, կհասկանան, որ չեն կարող հավերժ
հիշվել պատմության մեջ որպես Նիկոլ Փաշինյանի հանցակիցներ եւ մարդիկ ում պատճառով իմպիչմենտը տեղի չունեցավ։ Եթե իրանք պատրաստ են այդ խարանը իրանք վզին վերցնել, ես կապահովեմ այդ խարանը, ասենց ասեմ, ժողովուրդ ջան, ավել բան չեմ անելու, ես ուղղակի արձանագրելու եմ իրականությունը։ Եթե պատկերացեք, բանը պատմիչ Եղիշեն եմ էլի, այտենց արձանագրում եմ ինչա տեղի ունենում, որպեսզի ապագա սերունդները իմանան, ասեն Կիրակոս Մարտիրոսյանը падգամավոր ամեն ձևով խանգարեց եւ իմպիչմենտը տեղի չունեցավ, որտեվ ինքը օգնեց Նիկոլ Փաշինյանին մնալ իշխանության եւ դարձավ Նիկոլ Փաշինյանի հանցակիցը։ Այսքան է այս պայդրությամբ, ժողովուրդ ջան, ընթացիկ ես էլի կապի մեջ կլինեմ, շատ դրական է, ամեն ինչ ձեզ ասեմ, ամենածանր իմ կարծիքով ամենածանր փուլը ըստ էության մենք հաղթահարել ենք, ընդդիմությունը թե խորհրդանի ներսում, թե խորհրդանից դուրս այլևս միասնական է եւ արդեն այդ միասնականության շուրջ եւ եղած օրակարգի շուրջ պետքա դալշը գնալ, այսինքն ավելի մեծացնել այս ֆրոնտը ու հաղթել։ Լավ մնացեք, խոսանք ժողովուրդ ջան։